Օսմանյան կայսրության տարածքում միսիոներները փնտրում էին սպանդից փրկված հայ որբերին, օգնում կանանց եւ հիվանդներին։ Շատերը հաճախ մահանում էին հենց իրենց խնամած հիվանդներից վարակվելու պատճառով։ Նրանցից մեկն էր նորվեգացի Բոդիլ Կատարինե Բյորնը, հերոս տատիկ, այսպես է նրան բնութագրում թոռը։ Պատմում է, որ իր եւ տատի առաջին հանդիպումը եղել է, երբ նա 1 տարեկան էր։ Տատիցս սովորել եմ եկեղեցի հաճախել, ինչի համար միշտ շնորհակալ կլինեմ նրան։ Ցեղասպանության մասին առաջին անգամ հենց տատից է լսել։ Ասում է տատը չէր սիրում խոսել այս թեմայով, խուսափում էր։ Փոխարենը խոսում էին լուսանկարները եւ նրա հսկայական արխիվը։ Բյոդիլ Բյորնը հումանիստական գործունեությունը սկսել է Մուշ քաղաքից, որտեղ նա լուսանկարել է ահրավիրքի բացառիկ կադրերը։ 1917 թվականին նա որդեգրում է հայ տղայի, որին տալիս է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը։ Ֆրիտյոֆ Ռաֆայելը դառնում է նրա միակ զավակը։ Հենց նրա առաջնեկն է Յոզեֆ Ֆլեմենգը։ Արխիվների մեծ մասը նվիրաբերել եմ ցեղասպանության թանգարան ինստիտուտին, նկարներ, նամակներ, հուշագրեր, իսկ մյուս մասն էլ Քագուր քաղաքին, որտեղ նա ծնվել է։ Նրանք ինձ մայր են կոչում։ Այսպես է կոչվում վավերագրական ֆիլմը, որը Յոսիֆը նկարահանել է տատի հիշատակին։ Որբերը նրան Կատարինե մայրիկ էին ասում։ Երբ նա վախճանվեց, Յոսիֆը 15 տարեկան էր։ Տատն իր սրտում է եւ երբեք էլ չի մահանա, շեշտեց նա։ Քարեն Եփեն Կոպենհագենի համալսարանում բժշկություն էր ուսումնասիրում։ Երիտասարդ աղջիկը Համիդյան ջարդերի մասին իմանում է թերթերից։ Դանիայից հասնում է Հորդանան, լողալով անցնում գետը։ Իսրայելից կարողանում է միայն նամակով տեղեկացնել եղբորը, որ մեկնում է Արևմտյան Հայաստան։ Քարեն Եփեն երեխա չունի։ Երևանում այժմ նրա եղբոր թոռն է։ Նրա հիշողության մեջ տպավորվել է լեգենդար տատի ծննդավայրի հիշատակի քարը։ Ամեն տարի 200-ից ավելի հայեր եւ դանիացիներ գնում են այնտեղ հարգանքի տուրք մատուցելու։ Ես 12 տարեկանում կարդացի աղջիկը Դանիայից գիրքը։ Այդ ժամանակ առաջին անգամ իմացա նրա մասին եւ ինքս էլ դպրոցում սկսեցի պատմել նրա մասին։ Տիկին Քլուդին հպարտությամբ է նշում, որ Հայաստանում գիտեն իր պապիկի քրոջ մասին։ Հատուկ ակնածանքով պատմեց այն զգացողությունները, երբ առաջին անգամ Ծիծեռնակաբերդի հիշատակի պատին տեսավ Քարեն Եփեի անունը։ Երբ այսօր դուրս էի գալիս ճաշելուց, մի աղջկա հարցրի, թե գիտես դու Եփեի մասին։ Նա իր մեջ ակնկալագույն աչքերով նայեց ինձ եւ ասաց. իհարկե։ Քարեն Եփեի արխիվները Հայաստան տեղափոխելու մտադրություն չունեն։ Դրանց շնորհիվ միայն այս տարի 2 գիրք է գրվել։ Հայաստան այցելում են հաճախ, համարում են իրենց երկրորդ հայրենիքը։ Աղվան Ասոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։